Հայաստանի կտրվածքով երկրորդ բաժանմունքն է Մալաթիա հիվանդանոցից հետո։ Նոր բաժանմունք, նոր սարքավորումներ, արհեստավարժ մասնագետներ, հին ու նոր հիվանդներ։ Հենց այս համակցությամբ է իր աշխատանքը մեկնարկել Գյումրի բժշկական կենտրոնի հեմոդիալեզի բաժանմունքը։ Սպասարկում ենք 5 հիվանդ, 4 հիվանդը ախտորոշումով խրոնիկ երիկամային անբավարարություն, մեկը սուր երիկամային անբավարարություն։ Օֆիկ Ջանոյանը առողջապահության նախարարության ուղղված իր դիմումի համաձայն տեղափոխվել է եւ բուժումը ստանում է Գյումրու բժշկական կենտրոնի համապատասխան բաժանմունքում։ Ասում է դրա համար պատճառներ ունեցել է։ Ես տեղափոխվել եմ Սամարետեր հիվանդանոցից, ունեի խնդիրներ, տեսողության խնդիրներ ունեի։ Տեղափոխեցին, այստեղ ավելի հարմար է, մեզ մոտ է։ Հեմոդիալեզի այս բաժանմունքը ներկա պահին ողջ ներուժով չի աշխատում, սակայն միաժամանակ 24-ից 25 հիվանդ սպասարկելու հնարավորություն ունի։ Այս սարքերը ամբողջովին նոր են ու համարվում են լավագույնը Հայաստանում։ Ֆիլտրները օգտագործվում է միանվագ, չունենք պատրաստվող կոնցենտրատներ, բիկարբոնատը պատրաստի է միանվագ, յուրաքանչյուր հիվանդի համար թթվային միջավայրը նորից միանվագ։ Սեանսի ընթացքում կարելի ասել բարդություններ չի ունենում։ Ճնշման անկում, ճնշման բարձրացում, սրտխառնոց, փսխում չենք ունենում։ Հայաստանի Հանրապետության քաղաքացի համարվող յուրաքանչյուր հիվանդ այստեղ հնարավորություն ունի պետպատվերի շրջանակներում բուժման կուրս անցնել բացառապես անվճար եւ առանց որևէ բարդությունների։ Եթե ունենք նախարարության կողմից միջնորդագրեր, այսինքն թույլտվություն ավելի շուտ, որպեսզի հիվանդը անցնի մեր կենտրոնում հեմոդիալիզային բուժում։ Արտերկրի քաղաքացիների համար սահմանված գումարի հատուկ չափ կա մեկ այցը 25,000 դրամ։ Մասնագետը ասում է հեմոդիալեզին պետք է հաջորդի երիկամի փոխպատվաստումը, սակայն հատկապես Շիրակի մարզից քիչ հիվանդներ են կարողանում այդ վերջին եւ հիմնական փուլնի կատարածել։ Վիրահատությունը թանկարժեք է, մեծամասամբ արտերկրում է կատարվում։ Շիրակի մարզից փոխպատվաստման մեր երկրում չենք ունեցել, բայց հիվանդներ ունեցել ենք Ֆրանսիայում, Եվրոպայի երկրներում 3-4 հիվանդ կան, որոնք արդեն փոխպատվաստվել են։ Սրանով հանդերձ մասնագետները հիվանդության երիտասարդացում են արձանագրում թվի աճ եւս կա, ասում է Գյումրի բժշկական կենտրոնի հեմոդիալեզի բաժանմունքի վարիչ Անահիտ Հովսեփյանը։ Եթե ես առաջ ընդունում էի ամիսը 3 հիվանդ, համարում էի, որ շատ հիվանդ ունեցա, հիմա ես 10 օրում ընդունել եմ 5 հիվանդ։ Դա համարվում է շատ։ Այս հիվանդության մասին առավել շատ սկսեցին խոսել 88-ի աղետից հետո։ Դրանից առաջ էլ կային հեմոդիալեզի կուրս անցնողներ, սակայն նրանց թիվը կտրուկ աճ ունեցավ հենց հետերկրաշարժան տարիներին, պայմանավորված երկարատև ճնշման սինդրոմով, ասում է մասնագետը։ Արմենու Հիմինասյան, Լևոն Խաչատրյան, Ազդարար։